Սիրելի երևանցիներ, այս պահին գտնվում եմ Մաչապնյակ վարչական շրջանում, Նորաշեն թաղամասի 48 մանկապարտեզի բակում։ Ուրեմն այստեղ եմ եկել ինչի համար, ուրեմն այս մանկապարտեզը վերանորոգվել է 21-22 թվականներին ավարտվել է, այնուհետ բակի բարեկարգման աշխատանքներ են սկսվել 23 թվականի երկրորդ կեսին եւ ավարտվել է 24 թվականի հունվարին։ Ավարտվել է, բայց շրջելով բակում մանկապարտեզի թերություններ տեսա, որոշեցի ներկայացնել ձեր դատին ամենագլխավոր թերությունը կանաչապ պատումն է, որ ամբողջ մանկապարտեզի բակում կարմիր թելով անցնում է։ Ուրեմն բակը կանաչապատված չի, ամբողջ մանկապարտեզի բակը կանաչապատված չի եւ ոռոգման համակարգ բացարձակ չկա, բացակայում է։ Տեսնում եք ձեր էկրաններին։ Մենք հիմա գտնվում ենք խաղաղ հրապարակ է սա լինելու, կամ չգիտեմ, նրա համար է նախատեսված ռեզինից հատակով խաղաղ հրապարակ է, բայց խաղաղ հրապարակը ուրեմն ցանց մետաղե ճաղավանդակներով է ուրեմն փակված, բայց կիսատ։ Տեսեք, ամբողջական շրջանը փակված չի։ Տեսեք։ Մենք ապրում ենք Երևանում, բայց ինչպես տեսնում եք, մանկապարտեզի բակը կարծես անապատ լինի։ Այս կղզյակը կոնկրետ կանաչապատման խնդիր ուներ։ Տեսեք, այս լավ կողմերը նաև էլի, կանաչապատ տարածք են գտել, կամ կղզյակ են գտել մի հատ փոքր կանաչապատ։ Այնքան լավ են ասֆալտը արել, կանաչ հաղաճել։ Մանկապարտեզի բակում կա երկու ցայտաղբյուր, մեկը սա է, որը չի գործում, որովհետև միացված չի, սա էլ մյուս ցայտաղբյուրը, որը նույնպես չի գործում, այս էլ փնթի վիճակ, այս խողովակներ տեղ չի հասնում։ Կանաչապատման մասին կկրկնվեմ, որ ասեմ, այստեղ կանաչապատումը 0, կանաչապատում չկա, նաև ոռոգման համակարգ չկա։ Ահա սա է այսօրվա դե ֆակտո իշխանությունների, 9% իշխանությունների կողմից պատվիրված եւ չվերահսկված աշխատանքների արդյունքը։ Ու այս աշխատանքների համար հատկացվել է 113 միլիոն դրամ։